Հիմա գուքանք այսօր խոսելու այբ Գորընթացիս 14-րդ գլուխեն։ Այբ Գորընթացիս 14։ Բոլոր ովքեր գիտեն արդեն ինչ է, ինչի մասին կխոսի։ Ինչի մասին կխոսի։ Լեզուներ, հալելույա։ Լեզուներ։ Ընդհանրապես դեսնես, որ լեզուներու թեմ ինչա բادرազմ կա եւ բաժար կա բادرազմը լալում, որովհետեւ լեզուներու բարգեւին թեմ կամ լեզուներու բարգեւի կորձածությունը տշնամին զունգի կբերե։ Եթե հավատացյալները ադիգա իբրև շքանշան չկորձածեն, ապա կորձածեն իբրև կորձիկ, որ Աստված ադորամար դված է։ Կորձիկ դված է իմ եւ քու ցերկերուտ մեջ, որովհետեւ մենք ազո կորձենենք։ Եվ ես ինչ կբادرաստեի այս նյութը դերը սրդիս մեջ վարեց սելով, որ լեզուներով թող խոսի եկեղեցին։ Լեզուներով թող խոսի եկեղեցին։ Ես ասիկա ժամանակը առաջ երազիս մեջ դեսա, ուրեմն գաղութեի իրականում այդ շրջանին եւ գսեի դեր, ես գուզեմ դեսնել ավելի մեծ օծություն, գուզեմ դեսնել քերբնական հրաշներ եւ այսպես աս աղոթքի մեջ ունեի եւ երկար աղոթելես իդ կհանգարզաս երազիս մեջը դերը ինձ այս մեկը ցույց տվավ, ես քեզի փարը պիտի պատմեմ երազը, որովհետեւ բաժարը այսօրվա նյութին, որ Սուրբ Օքին տվավ ասի է, որ պիտի տեսնեք այս երազի մեջ, ուրեմն եկեղեցի մնենք, որ գծարայենք, եւ մեր բահն է, բայց միան թե այս վայրը չէր ուրիշ վայր էր, եւ մեծ ծարայող մգար գծարայել եւ շատ զորեղ գծարայեր, որու վրա որ ցերկը տներ կբժշկվեր։ Եվ յետևի մարդ կուքար հիվանդ, ցերկը վրան գտներ կբժշկվեր։ Ցերկը վրան գտներ կբժշկվեր։ Ես երազիս մեջ ասի դեսա արդեն գնա կերևագալ ինչպես սիրտս վարավ, սելերս կվազեին եւ գսեի ասի ինչպես կբադայի իր հետը, գուզեմ ես այս մեկը, կփափակիմ այս մեկը, խնդրեմ այս մեկը եւ սրդիս աղոտ կասի էր։ Ես ալ գուզեմ ազո զորություն երևի, որովհետեւ մեկը չէ հետաքրքրված մերած գրոնով։ Համաձայն ենք կամ ոչ։ Եթե դերը ողջ է, պետք է երևի իր ողջ լալը։ Եվ եթե ես ողջ դերը կբաշխեմ, պետք է երևի այդ մեկը։ Ես չեկա Քրիստոսի, որովհետև մերած գրոնիմը համոզվեցա։ Ես եկա Քրիստոսի, որովհետև Քրիստոս ողջ էր եւ ինձի հանդիպեցավ։ Իմ կյանքս այդպես փոխվեցավ։ Ես այդպես Հիսուսի եկա։ Թե ոչ անկարելի էր Հիսուսի կայ։ Ես աթեիստ էի, Աստծո գահայ էի եւ յետև չէի նայեր, աչքերս ալ չէի թարթեր, ամեն անգամ որ Աստծո գահայ էի, ինչ այդ Աստված իր մեծ ողորմությամբ ինձ եկավ եւ ես զունգի եկա իր արջևը։ Բարգազո ադորամար։ Աստված ողջ է, գենթանի է, եւ չես կնար Աստծո բաշտել մերած, եւ չես կնար քու գրոնդ ընդունիլ կամ հավատքդ ընդունիլ իբրև ռուտին, բարդականություն, գցանցրանաս։ Ուրիշն ալ գցանցրանա, քովին դա գցան, ես ա գցանցրանամ, եթե բարդականությունը լա, ռուտինը լա, ձեսերու վերածվի, փոխանա կյանքը լա դիգա։ Հիսուս եկավ ասավ, ես եկա կյանք դալու եւ ել ավելի կյանք դալու։ Եթե ես այդ կյանքը չեմ տեսնել, ուրեմն սխալ բան մգա իմ հավատացածիս մեջը, իմ հավատքիս մեջ սխալ բան մգա։ Գամ ինքը սուտ է, գամ ես սխալ գաբրիմ։ Եվ թող Աստված ճշմարիտ է լեև մարդը սուտ, մենք շտկելիք ունենք, ոչ թե Աստված։ Ամեն։ Հետևաբար աս երազիս մեջ դեսա այս մարդը եւ սիրտս վարավ նախանցով։ Գուզեի գիտնալ ինչ էր կախնիկը աս մարդուն այսքան զորության։ Ես մինչև դարիներով հավատացյալ եմ եւ այս երազը կտեսնեմ։ Եվ դեմը բադահեց, որ դարձավ դեսա նաև իր լիդերները, իր առաջնորդներն ալ գաղոթեն եւ իրենք ալ որոնց վրա որ ցերկտեն անոնք ալ գբժշկվին։ Սո ասիկա մարդ մնե որ գրծած է նաև փոխանցել իր ունեցածը իր առաջնորդներուն վրա եւ իր առաջնորդներն ալ նույն բդողը գահավաքեն։ Իրենք ալ ցերկտեն եւ գբժշկվի եւ ասի ուրեմն ասիկա շիդակ բան մգա այստեղ։ Միան իր հետը չէ, որով շատ անգամ կտեսնես հզոր ծարայողը գծարայե, բայց անգե սորվիլը, անգե արները լման ուրիշ բատմություն մնե, ուրիշ բան կբահանչե, որովհետեւ դու իր մեկ այնաս հատ մեկն ալ առնել։ Եվ եթե աս մարդը գրծած է փոխանցել, ուրեմն աս մարդը հասկացած է եւ ես գուզեմ այս մեկը գիտնալ։ Հանգարց դեսա ասպես գրնագի գոմը դարձավ եւ առաջնորդ մը գանչեց իր առաջնորդներն։ Եվ երբ դարձավ, դեսա գրնագը բարաբ է, ասին հակուս չէ հակած, լման մերգ է, յետևի բաժինը, գրնագի բաժինը, եւ դեսա, որ գրնագը ամեն լեցված է մազերով, խիտ։ Հիմա ես երազես արտնցա հասկացա ինչ է, որով մազը ներկայացնի երկու բան, կամ իմաստություն, կամ օծություն։
եւ իր գրնագին վրա դեղը չեր մնացած, անգամ որ լեցված էր այս մարդը օծությամբ եւ իմաստությամբ։ Ինչ է այս մարդուն գախնիկը։ Մոդեցավ աս առաջնորդը իրեն գանչեց եւ իր ագանչին փամը փսփսած եւ այդ փսփսուգն է, որ Աստված գուզեր որ ես լսեի, փսփսած ասավ լեզուներով խոսիր։ Ագանչին այդ մեկը ասավ լեզուներով խոսիր։ Եվ ինքը ադի փսփսած, Աստված ասպես հրաշք մերավ, որով գարձես ագանչից փսփսած, որով ագանչս լսեց այդ մեկը լեզուներով խոսիր։ Աստված ինձ այդ մեկը գսեր լեզուներով խոսիր։ Աստված այսօր եկեղեցին գսե լեզուներով խոսիր։ Եվ ես այդ վարգյանին ասի, ահա, ասե ուրեմն։ Ասե, երազիս մեջը հասկացա պատասխանը ինչ է։ Լեզուներու բարգեւը չէ դրված, որովհետեւ դու նսես, որ ես Սուրբ Հոգիով մգրտված եմ։ Լեզուներու բարգեւը չէ դրված, որովհետեւ դու խոսիս խոսելու սիրուն։ Լեզուներու բարգեւը դրված է, որովհետեւ դու վգատ առնաս երկի վրա։ Կովին տարծիրս լեզուներու բարգեւը քեզի դրվեցավ, որ վգալ լսում։ Այս զարայով փսփսած, Աստված ագանչից փսփսած, եւ նույն փսփսուգը այսօր Աստվածաշունչի մեջ կտեսնես, որ Աստված եկեղեցին գսե լեզուներով խոսեցեք։ Եթե երթաս այն մարդուն, որ իր ագանչան մեջ աշխարհը ցնցեց, եկեղեցիներով լեցուց, Միջին Ասիան ամեն եկեղեցիներով լեցուց, նոր գդագարանին 3 քառորդը ինք քրեց, խարազանվեցավ, քարգոծվեցավ, ձեծ գերավ, նավապեկվեցավ, եւ դակավին գտեսնես իր վասկը ուրախությամբ վերջացուց, այս մարդու ինքնալ փսփսած մի դեղ, որ ասպես եթե սկուշ չլաս, արթուն չլաս, ասենք փսփսուգի պես կանցնի, քուխուտ վրային կանցնի եւ չես բռներադիգա, այբ Կորինթացիս 14-18-ի մեջ ասավ Շնորհակալ եմ Աստծուն, որ ծեր բոլորից ավելի շատ լեզուներ եմ խոսում, լեզուներով եմ խոսում։ Ասիկա ասպես համար մնեք, ասես կգարտաս կանցնիս, փսփսուկ մնե իր ագանչան մեջ։ Քեզի փամ մը գահիտնե, որովհետև այս հզոր մարդուն քախնիկը այս էր։ Երազիս մեջի հզոր մարդուն քախնիկը այս էր։ Եվ նույն փսփսուկը, որ այդ հզոր մարդը դվավ, Աստված ինձի դվավ, Բողոս Արաքել այսօր նաև քեզի եւ ինձի գսե։ Ես փառք կուտամ Աստծո, որ ցեզանից ավելի լեզուներով եմ խոսում։ Ասի գսե, որպես ինքը բարդանա, կամ ասի գսե, որպեսի քեզի շարժե, ինձի շարժե, որպեսի մենք կործածենք այս բարգևը, որ Աստված եկեղեցին տվավ Պենտեկոստեի օրով, լեզուներու բարգևը, օդար լեզուները։ Հալելույա։ Ուրեմն այս շաբաթ եւ քալիք շաբթում մեջ մենք պիտի խոսենք Տերոջը գամքով այս փսփսուկի մասին, որ Բողոս Արաքյալ փսփսած եւ ավելի խորը պիտի երթանք ասոր, որովհետեւ եթե ասոր մեջը մտնես, հանգարց պիտի տեսնես նման աղոթքի ցևդ եւ կյանքդ պիտի փոխվի, եթե հասկանաս աս քախնիկը եւ աս ճշմարտությունը։ Առաջին հերթին որ գուզեմ լավ տեսնես եւ հասկանաս, որ լեզներու բարգեւը սիրեներ եղած է, որ երբ դու դգար ես, երբ դու չես գիտեր ինչ պիտի աղոթես, երբ դու չես գիտեր ինչ պիտի նես, երբ առաջնորդության գարիք ունիս, շփոթի մեջ ես, ֆիզիկապես, հոգեպես, սկացական, ֆինանսական ամեն գոմեն հոգնած ես, աչես գիտեր ինչ պիտնես, լեզուներու բարգեւը առաջին բանն է, որ դու պետք է կործածես, որ անգեթուրս ես։ Լեզուներու բարգեւը։ Ասիկա պետք չէ լավ վերջին բանը ինչու, որով լեզուներու բարգեւը գշրջանցե քու միտքդ, գշրջանցե քու բոլոր պայմաններդ, գշրջանցե ամեն բարիս եւ բադ, որ արժեվդ քաշված է եւ ուղագի քեզի կգաբե դիրոջը։ Դիրեկտ Աստծո հետ գապ գահստադե եւ դերոջ մեկ առնես ինչ որ պետք է առնես։ Քանի միտքդ քեզի թեմ գաշխատի, սկացումներդ քեզի թեմ գաշխատի եւ ինչ պիտի ինես, եթե սկացումներդ արդեն քու վրա դիրած են, եթե միտքդ այլևս սպաղ է, չես կնարգոր մտածել շիդակ, ինչպես պիտի շարժիս, գնաս ամենալավագույն ծով լեզուները խոսիլ, որ աս բոլորը շրջանցե եւ ուղագի քեզի դիրոջը հետ գաբե։ Լեզուներու բարգեւը դրա համար դրվեցավ։ Հռոմեացիս 8:26 Գսե նույն գերբ եւ հոգին է օգնում մեր դգարությանը։ Կովինտացիս է դգարության օգնում է։ Օգնում է մեզ Սուրբ Հոգին մեր դգարությանը, որովհետեւ չգիտենք թե ինչպես պետք է աղոթենք, բայց Հոգին ինքը անմրունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար։ Եվ լեզուներով գխոսիս
ով քու միջոցով բարեխոսություն գնե, ով Սուրբ Հոգին ինքը։ Սա Սուրբ Հոգին ինքը բարեխոս է լինում։ Դեսես, եւ լեզուներով խոսիս ով գմտնե բախմության մեջ Սուրբ Հոգին։ Եվ անգե ավելի լավ բան չես ուզում իրականության մեջ։ Եթե միկը չի գիտեր ինչ պիտի խոսի եւ որ բարերը վերջացան, եւ որ չես գիտեր ինչ պիտի ասե, եւ որ ցավը շատ թազա է, թարմ է։ Եվ ցավով վիշտով գդարավիս, եւ որ պայմանները շատ բարդ են, եւ չես գիտեր ինչպես աս պայմաններն դուրս պիտի ելես եւ քեզի խեղտելու չափ ասերեն, եւ այլևս հոգնած է Սուրբ Հոգին ինքը անցամ կուքա եւ գսկսի հսկել կամ ինքը գսկսի հանցն առնել բարական տուն իրեն մցուցած գլաս խնդիրին մեջ եւ սկսից լեզուներով խոսի որովհետեւ մենք ոչ չենք գիտեր մեր դգարությանը մեջ Սուրբ Հոգին գուքա մեզի օգնելու մենք չենք գիտեր ինչ պիտի աղոթենք բայց ինքը մեր միջոցով բարեխոս է լինում գսե անմրունչ հարաճանքներով որ ագնարգ է լեզուներու բարգեւին ամեն աստվածապանները ադոր հետ գա բան գնեն գա համացանին Դեպար միկը պիտի չկարողանա հորինել կամ կովի փերել այն աղոթքը, որ Սուրբ Հոգին պիտի անեկու միջոցով։ Չէ՞։ Աստվածաշունչը գսե եթե մենք աղոթենք իր գամքը եւ հավատանք որ ինքը լսեց եւ գիտենք եթե լսեց եւ մենք իր գամքով աղոթեցինք նաեւ Պիտի գադարե անփանին համար որ մենք խնդրեցինք, չէ՞, սո եթե ես լեզուները աղոթեցի եւ Սուրբ Հոգին գաղոթե որ Աստծո գադարյալ գամքը գաղոթե, հետեւաբար ինչ է, ես կմնա որ հավատամ որ լսեց եւ ինչ պիտի լա, պիտի ստանամ այդ մեկը, պիտի դեսնեմ այդ մեկը։ Ասի Բոս Հովանես Արաքյալ այս խոսքը ասավ իր նամակներում մեջը։ Անամար խոստումը շատ հաստատ է սիրելիներ, եւ դու լեզուներով խոսիս Սուրբ Հոգին ինքը հանցնգարն է։ Եվ դու նահոտես, լուծումի չես ասնի իրականության մեջ։ Ամենաշատը գնալ շինձու խաղաղությունը սկաս, բայց անգե դուրս էլ ես թեր պայմանները դեն, թեր նեղությունները դեն, պամը չէ փոխված։ Բայց երբ Սուրբ Հոգին մտնե պատմության մեջ, ամեն ինչ կփոխվի։ Ուր որ Սուրբ Հոգին գա այնտեղ ազատություն է։ Հութա 1:20 Գսե բայց դուք սիրելիներ, ձեր անձերը ձեր Սուրբ հավատի վրա գառուցեք Սուրբ Հոգիով աղոթելով։ Սո քու հավատիդ վրա գառուցվիս, եթե դու լեզուներով աղոթես, Սուրբ Հոգին մտնե աղոթքիդ մեջը եւ ինքը սկսի աղոթել։ Ով ուզե իր հավատքի մեջ արժե վերտա, լեզուներով աղոթե։ Նե Բողոս Արաքյալեն ավելի աղոթել լեզուներով։ Եվ գտեսնես ինչպես հավատդ արջև գերտա, ասի լրիվ աստվածաշունչն է։ Այբ Գորընթացիս 14:4 կսե լեզվով աղոթողը, կամ խոսողը ինքն իրեն է ամրացնում։ Իսկ մարգարեացողը եկեղեցին։ Սո փոխանակ երկրորդ բաժինին վրա գետրոնանանք, որ բոլորը հոն գերտան եւ լեզուները աղբ կթափեն։ Եվ գսեն լեզուները բեք չէ խոսվի եկեղեցին մեջ, մարգարեանանք կսե որպես եկեղեցին օգտվի, որ ադեորը հետ ամեն ենք եւ այո ամեն։ Եկեղեցին պետք է օգտվի եւ մարգարեություն պետք է լա, որպես եկեղեցին պատկամը ստանա եւ օգտվի։ Բայց առաջին բաժինն նույնքան կարեւոր է։ Լեզուներով խոսողը գսե ինքնինքը կովինտացիլսը գամրացնե։ Քեզի գզորացնե, քեզի գշինե, քու ներքին անցդ գշինե։ Սո լեզուներու բարգեւը դրված է որ դու քեզի շինես, դու քու ներքին անցդ շինես, գառուցես, ամրացնես, հավատքիդ մեջ դու զորանաս, լեզուներու բարգեւը ադորամար դրված է։ Դրա համար է որ Բողոս Արաքյալ գսե շնորհակալ եմ ասում ու ցեզանից ավելի լեզուներով եմ խոսում։ Անորամար ցնցեց ինքը աշխարհը։ Եվ նոր գդագրանին 3 քարտը ինքը գրեց։ Երբ դու լեզուներով խոսիս, դու քո անցդ գգառուցես քարի վրա գարձես եւ մեծ շենք կելլե հետո ի վերջո։ Որքան խոսիս լեզուներով, անքան քար գտնես։ Այդ մեծ գառույցին վրա որ Աստված գշինե։ Եվ որքան խոսիս, անքան քու լեզուդ գահանցնես Սուրբ Հոգին, Ադորամար եկեղեցին բեք չէ անդեսե այս հրաշալի բարգեւը, որ Աստված ինքը տվավ։ Դժբախտաբար այսօր գահալածվի եկեղեցին եւ որ սկսի Սուրբ Հոգիի մասին խոսիլ, ես Սուրբ Հոգիի բարգևներու մասին խոսիլ, ես լսած եմ մարդիկ ասած են Աստվածաշունչեն չի խոսիր, ցավին որ Աստվածաշունչը ուրեմն ինքը չէ բացած, որովհետեւ ալանք կսե։ Որով Աստվածաշունչը անգարելի է բանաս հատկապես կորձ առաքելոց գիրքը եւ Տեր Հիսուսի
ավետարանները անգարելի չտեսնեն Սուրբ Օքին ինչ կնե։ Ամեն մեկ էջի վրա գործարակելոց մի տեսնեն Սուրբ Օքին, ամեն էջի վրա Սուրբ Օքին գա։ Եվ կտեսնես ամեն դեղ որ Սուրբ Օքին հանգչեցավ, բոլորը Սուրբ Օքով մգրդվեցին եւ լեզուներով սկսան խոսիլ։ Հետո այն մարգարեանալու սկսան։ Անորամար լեզուներու բարգեւը Դեր Հիսուսեն Սուրբ Օքիեն մեզի արձակված շինարարական ծրագիրի ամբողջացումն է։ Գշինեք ես։ Ադամալ լեզուներ դվավ։ Դեր Հիսուս լեզուներուն պետք չուներ, որով ինքը արդեն գառուցված է։ Բայց ես երբ պետք ունենք լեզուները։ Հանգարց մեկս չի գարձենք, որ մենք ամեն ինչը գիտենք, լեզուներով է, որ ամեն ինչը քեզ պիտի հայտնվի, եւ լեզուները փանալին է բոլոր մյուս բարգեւներուն։ Երկրորդ բանը, որ կուզեմ քեզի ցույց տալ, որ լեզուներու բարգեւը հոգեվոր չրարում է եւ թարմացում է։ Դու ինչու ճուր գխմես, որովհետեւ զարավես։ Ինչպես սպունգը, եթե ճուր փերեսկովը կքաշե, նույնպես ալ հոգիտ լեզուներով եւ որ խոսի, կսկսի քաշել։ Այդ ճուրի մեզ կքաշե, չրարում գլա, թարմացում գլան, քու ներքին անցը։ Ինչպես որ ֆիզիկական մարմին ճուրի պետք ունի, նույնպես քու հոգիդ ճուրի պետք ունի։ Հովաննու 7:37-ին գարտան գսե եւ դոնի վերջին մեծ օրը Հիսուսը գանկնած էր եւ աղաղում էր ասելով. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի։ Ինչպես Քիրքն է ասում, ով ինձ հավատում է նրա ներսից գենթանի ճրերի քեդեր պիտի փխեն։ Քեդեր պիտի փխի քու մեջ հետ։ Դեպար լամդազ է գսե ոչ թե գաթիլներ պիտի փխի քու մեջ հետ, ոչ թե քավատը պիտի փխի քու մեջ հետ, քեդեր պիտի փխի քու մեջ հետ։ Ամեն հավատացյալի մեջ քեդեր գա, որ պետք է փխին։ Եվ լեզուներու բարգեւը այդ զորագի վրայի վինտիլն է։ Եվ տուն լեզուներու բարգեւը փանաս կորձածելու սկսից տուն վինտիլը բացիր եւ հանգարց գսկսի աչուրը կամ ինչպես սկիզբը գսե այդ անցն է որ սկսավ բռնագը բռնել այդ պոմպին մեջ եւ սկսավ քաշել լեզուներու բարգեւը այդ կորձողությունն է տուն որքան ունես այդ մեկը հանգարց գտեսնես սկիզբը գաթիլներով ճուր գսկսի քալ անգետ գսկսի ճուրը հանկիստ ասանք փարակ գսկսի չնել հետո գսկսի հորթիլ ճուրը մեջեն դուս եւ անոր փորձառություն ունի լեզուներով խոսողը դեմը հանգրվանի մը գասնի սկիզբը գրնալ այդ բամը չսկաս լեզուը խոսիս կոր բայց երբ որ գետրոնացումը բահես Հիսուսի վրա եւ շարունակես լեզուները խոսիլ պիտի հասնիս այդ աղբյուրին պիտի տպնաս թրջվելու պիտի սկսես բամ մոնգը սկսի փոխվել եւ երբ որ շարունակես հանգարց գտեսես աչուրը ավելի սկսավ քեզի լեցնել ավելի սկսավ լեցնել դեմը գասնի այլևս ադիգա հորթած քեդի գվերածվի տուն այլևս կոնտրոլ չես ունենար միջի անադեմ որ տուն թեր կոնտրոլ ունիս ասել է որ Սուրբ Օքին թեր ազատությունը չի արած թեր տուն կոնտրոլ տուն ղեգը բռնած ես դեմը պետք է ասի որ հորթի աչուրը լեզուներու բարգեւը քեզ հոն գտանի որով մարմինդ քեզի թեմբի գրվի ուղեղդ քեզի թեմբի գրվի միտքդ քեզի թեմբի գրվի ամենը քեզի թեմբի կան մշակույթը քեզի թեմբի գրվի մարդիկ քեզի թեմբի գրվին որովհետեւ դու չնես այդ մեկը բայց եթե ասամենը անդեսես եւ ավելի խորում գերտաս պիտի դեսնես դեմը պիտի ասնես եւ միան փորձառում գիտե եւ ես գիտեմ ցեզ ինչ կսեմ որ եւ որ այլևս լեզուներու բարգեւը հանգրվանի մը գտանի քեզի որ այլևս հորթած քեդ եղավ եւ ադի քեզի գտանի որ այլևս դու չես ղեգը բռնող Ադամա դե Հիսուսը իրենց մեջ են գենթանի ճրերի քեդեր պիտի փխեն իրենց մեջ է Սկիզբը այսպես գնա չես սկար ինչ կլա բայց եթե շարունակես դեմը պիտի կասի պիտի բայթել են երբ կպիտի տեսնես որ Աստուծո նպատակը ինչ էր քեզի համար սո ադամա լեզուներու բարգեւը ադվինտիլին վես է հոսանքը բացողը հոսանքը կփանա կսկսի հոսիլ Հալելույա Լեզուներով խոսիր մինչև որ հովը սկաս Սուրբ Օքին Հովը Լման մարմին արդեն օծությունը մեկ հատ կսկա ասպես Հոմբի չի գնաս Ինչ էր իր հոնացնելու շարնագ է Լեզուներով խոսե Նեմնա գսկաս նորեն ալիքի եկավ նորեն զարգավ մեկ հատ քեզի Դեր ճուրի քաշաբարը դե
Շարունակե խոսե։ Հանգարց գտեսնես այլևս եկավ քեզի սկսավ դանիլ։ Դեր տունն ասանք որոշ չափով կոնտրոլ ունիս, սկսավ քեզի դանիլ, շարունակես խոսիլ, հոնք դեմ գասեն այլևս ժամանակ մորցար, քեդը այլևս սկսավ արավ քեզի դարավ։ Ամեն։ Հոն է որ մերած ճուրը գգենթանանա, հրաշները հոն գլա։ Միջան ադեմ որ թեր ուղեղդ կոնտրոլ բռնած է, Սուրբ Հոգին ազատությունը չառն է որ թիմացին տպչի։ Որով թեր տուն գործես կորնել ինչ որ ունես կոր։ Ուժով չէ, զորությամբ չէ հավա, հոգին պիտի հանցն առնե, որբեսի հրաշները սկսիս տեսնել։ Միջան ադեմ որ տուն հանցն արած ես, բամը չես ասներ։ Սուրբ Հոգին պիտի հանցն առնե։ Անամար լեզուներով խոսե, մինչև որ այդ հովը սկաս, կամ այդ ալիքը սկաս, օձուչան, որ վրատ կուքա, և եթե չես սկար, ասել է որ թեր ուղեղդ կաշխալի։ Ասել է արկել կատեր։ Սո շարնագ է, մինչև որ ալիքը կայով կեզի արնե դանի։ Երորդ բան, լեզներու բարկևը այն բարկևն է, որ ամեն բարկևները գպանա։ Լեզներու բարկևը իներեն մեկ հադը չէ, թեև է, բայց իներուն առաջինն է, լեզներու բարկևը, առաջինն է, բենդեգոստեի օրը, գսե ամպոչը ամենը հավակված էին վերնադունը և հանգար սաստիկ կամիմը լեցվեց դունը և հրեղեն լեզուներ իչավ բոլորին վրա, բոլորը լեցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր դալիս Հոգին։ Ասոնք հավակված են, բոլորը Սուրբ Հոգով մգրդվեցին, բայց որն է առաջին բարկևը, որ երևցավ, լեզներու բարկևն է։ Հոնդե մարգարեություն չեղավ, հոնդե հրաշագործություն չեղավ, հոնդե բժշկություն չեղավ, ասոնք չէր առաջին դրսևորումը Սուրբ Հոգու մգրդության, առաջին բանը որ եղավ ինչ էր լեզուները, եւ ասոնք լեզուներով խոսեցան ասելով մարդիկ կարծեցին իրենք կինով են, հարբած են, եւ ասին ինչ կխոսին ասոնք, չեմը։ Գխոսեին այնպես որ գլսվեր, գխոսեին այնպես որ գազից կոնտրոլ չունեին եղածին, եւ ժողովուրդը վարը գլսեր իրենց, ասենք քաղաքավար լեզուներ չէին խոսեր։ Միջան ադեմ որ թեր հոս պարակտել մը գագուզեմ սկուշանցնեցես։ Միջան ադեմ որ թեր քաղաքավար եմ, ասել է թեր ճուրը ինձի չի դանիր որ թեր պրոտոկոլի մեջ բայր եմ ես ինձի։ Թեր ես գեցել եմ գսեմ որ ավելի խորում չեմ ուզեր երթալ, որովհետև չեմ ուզեր ես խայդարագլամ, չեմը մարդոց արջև, անունս ավերվի։ Չեմ գիտեր ինչ պիտի լա, կամ գվախնամ հիմա, ինչ է բադահում, ինչ է գադարվում, չեմ ուզեր այս մեկը, չեմը, ուղեղը թեր գաշխադի, թեր պրներ էստուն, բայց բենդեգոստեի օրը և որ խոսեցան լեզուներ, վարինները, թաղին անցնողները գարձեցին, որ կինովցած են ասում։ Տուն լսած ես չէ, կինով մեկը ջամպային անցած ադնը ինչպես է։ Նախ իր բարատ սևեն արդեն կիդես, երկու ոտքերում ուրա չի գրնար գորգենալ, հելու խոսածը պարցր կխոսի, չեմը, գսես ասիգա կինովցեր է, բայց ան կինովը, որ թեր ինգզինքը պրներ է, ադիգա թեր լման չէ կինովցած, թեր գրնագոր երկու ոտքերում վրա գենալ, ասեր է թեր լման չէ կինովցած, թեր գրնագոր ասպես ցայնը զուստ բահ է և քաղաքավար պրոտոկոլի մեջ մնա, ասել է թեր չէ կինովցած, բայց Սուրբ Հոգով կինովցածները նորեն երկու ոտքերուտ վրա չես կնար գենալ և Սուրբ Հոգին կեզ ինչպես խոսիլ դա գխոսիս, տուն հաշիվ չես են ինչպես պիտի խոսիս, տուն հաշիվ չես են որքան պարծրը պիտի խոսիս, պարակտելը այս է, որ ասված մեզի չէ գանցած խենտը լալու, բայց նույն ադենը աշխարին համար գանչած է խենտը լալու, նամը մի կս բարզել, աշխարեն չես, տուն երգնքեն ասուզո զավագ ես, երգինա կաղաքացի ես կս է, աշխարին չես պատկանիր, աշխարինա չես նմանիր, բայց աշխարին մեջն ես, նույն ադեն։ Ատքեդը և որ կա քեզի դանի, բիդին է իր բդուղը կամ իր կորձը, որուն համար ինքը քեզի գանչած է, լեզուներով վնելու։
Գործարակելոց կիքի մեջ կդեսնենք ցև մգա, օրինակ Գործարակելոց 19:6-ի մեջ, եւ Բողոսը ցերկը նրանց վրա դրեց, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, նրանք դարբեր լեզուներով էին խոսում ու մարգարեանում։ Սո միշտ կդեսնես նախ լեզուները գա, հետո կդեսնես մարգարեությունը գա, բժշկությունը գա եւ մյուս բոլոր բարգեւներուն դրսևորումները գա։ Լեզուները, եթե այբ Կորինթացիս 14-ը փանաս, բիդեսնես լեզուները ջամփան է հասնելու մարգարեության։ Լեզու թարգմանություն, մարգարեություն։ Մարգարեության հասար արդեն մեկ քայլ արժև է գիտության խոսքը, հայտնության խոսքը, հոգիներ զանազանելու բարգևը եւ կարողությունը, անգետ մեկ քայլ արժև է արդեն բժշկությունը, հրաշագործությունը, զորության բարգևները, այսինքն եւ հավատքի բարգևը։ Տուն եւ որ լեզուներով գխոսիս, ով ունեցած է սփորձառությունը, որ հանգարց ինքը այլևս արույց գսկա ինքը։ Ջի գազիսի մա ճուրերուն վրա են գրնային քալել, չէ՞մը։ Ու դենգու կագորալիգա։ Տուն շինեցիրադի, նո։ Ինչ ավոր է, եթե ես դգար գսկամ, վարեմ ես աս լեզուներու բարգևը, լեցվիմ եդ ատ գրագով, եդ արույց դառնամ եւ այդպես օրս վարեմ, չէ՞մը։ Փոխանակ դգար ելեմ եւ աշխարհին արչեւ դգար գտնվիմ։ Գործարակելոց 19:6 մեզի ցույց կտա եւ ասում նման շատ ուրիշ համարներ։ Մեզի ցույց կտա, որ ամիջավես լեզուներ կխոսեին, անգետ կպատնությունը կսկսեր իրենց հետ։ Եվ որքան խոսեին, անգամ ավելի խորուն կերթային։ Մարգոս 16:17-ը Հիսուս ասավ. նրանք ովքեր կհավատան, ահա այս նշանները կանեն, իմ անունով թևեր կանեն, նոր լեզուներով կխոսեն։ Նոր լեզուներով խոսելը հավատացյալի նշաններեն թիվ 1 նշաններեն է։ Հավատացյալի համար։ Եվ որ այսպես խոսիմ, վստահ եմ հավատացյալներ կան, որոնք կսեն, այդ լեզուները չունիմ ուրեմն մգրդված չեմ։ Ես չեմ ասել որ այդպես, որով կան մարդիկ, որոնք մգրդվեցան Սուրբ Հոգով, բայց հետո լեզուները սկսան խոսել։ Այսինքն քիչ ժամանակ արավ իմ միջայլոց, բայց այդ ժամանակ առնելը իրենց ուղեղին պատճառն է։ Իրենց գաշկանտումի պատճառն է, ասելով իրենք մեկն չգրցան խոսել։ Ես մեկը ճանչան 15 տարի հետ լեզուներով խոսեցավ։ Բայց իրեն հարցնես ինչու 15 տարի արավ, ինքը քեզի գսե, որովհետև ինքը առաջին օրեն գնալ լեզուներով խոսել։ Որով մարդու նախաբաշխարումները եւ իր բանգաբանկները իրեն հերու կբահե, անփանեն որ Աստված իրեն գուզեդալ։ Սո առաջին նշաններն է հավատացյալի, որ լեզուներով խոսի։ Ուրիշը ինձ մեկ անգամ ասավ, լավ, եթե լեզուներով չի խոս, ուրեմն դժոխք պիտի երթա։ Ես ադանք չեմ ասել, որ բայց եթե լեզուներով չի խոսիս, պիտի բաղիս, բաղ կյանք պիտի վարես, ազդու այդ հարաբերություն պիտի գնաս մարդավարի մշակել, որով բարգևը քեզի ադոր համար դրվեցավ։ Եվ եթե ադի շարունակվի եւ բաղ վիճակի մեջ բայեսնում քեզի, հիմար գույսերուն պիտի նմանիս, որ իրենց լաբդերներուն մեջ յուղ չունեին։ Եվ պատմությունը մեզի ցույց կտա, որ ադոնք հետո հարսնիկին մաս չի գրցան գազը։ Խնդիրը բաղ պիտի չլաս։ Պիտի արթուն բայեսնում քեզի։ Ման որ նվիրված է եւ Աստուծո գսիր է, ինքնինքը կբահե այդպես։ Լեզուներով բարգևը գրակ կվարի ադոր վրա։ Այդ բենզին կթափե գրագին վրա։ Եվ գեպի։ Բայց եթե չի խոսիմ լեզուները, որ ինձի դրված է Սուրբ Հոգին, ինձի դժվարից կուկա, որ շատ հավատացյալներ կա լեզուներով բարգևը այսպես գազես սփանի վրա դրած են։ Կամ ինչպես դիպլոմամը գունենաս եւ ասանք բադին վրա գգախես այսպես փոշին գարնես ադե մեմ ու մարդիկ դեսեն տունունիս աս դիպլոմը չէ այդպես գարնեն լեզուներով բարգևը լեզուներով բարգևը գարնեն ասենք բադին վրա գգախեն կադրի մեջ կտնեն գսեն ես լեզուներով բարգև ունիմ ադե մեմը մեկ հատ գխոսի լեզուները բայց ադորա մաչի դրվեց ավ լեզուները բադի վրա գախելու համար չէր լեզուները մարզվելու կեդինն է Եվ լեզուներ գխոսիս տուն կմարզվիս, ասված քեզի կսորվեցնե, որ տուն խոսիս ոչ թե ուղեղովդ, քեզի կսորվեցնե, որ խոսիս ըստ ինքը ինչպես քեզի գսե, որ խոսիս։ Եվ որքան ասոր մեջ տուն մարզես անցդ, անքան ավելի հեշտ է թարգմանությունը ստանաս, անքան ավելի հեշտ է գիտության խոսքը ստանաս, մարգարեությունը ստանաս, որովհետև այլևս տուն ուղեղով չես աշխատիր, Սուրբ Հոգին առաջնորդվածով կսկսես առաջնորդվի։ Ինքը քեզի գսե ինչ որ պիտի ասես եւ հանգարց քեզի մարգարեություն կուտա, հանգարց քեզի գիտության խոսք կուտա, հանգարց քեզի իմաստության խոսք կուտա, հանգարց քեզի գսե ինչ նես հիմա։
Քեզի ուղղություն կտա, որովհետև դու այլևս իրեն կվստահիս, որ մեջ են դուրս կենթանի քեդերու ճրեր պիտի փոխի, անգե դու սկսար ապրիլ փոխանակ հոստենս ապրիս։ Այսօրվա վերջին գեդը Եբրայեցիս 11:6 գսե բայց առանց հավատի անգարելի է Աստծո հաճելի լինել, որովհետև Աստծո մոդեցողը պետք է հավատա, որ նա գա եւ իրեն փնտրողներին վարձահայտույց է լինում։ Մեկ անգամ բադվելին հետ նստած է եւ ինձ այս խոսքը ասավ, լեզուներու բարգեւը ասավ, պետք է հավատքով խոսվի։ Եկողս արցանքրեցի ասի, որով լեզուներու բարգևն է գրնա ռուտին դառնա։ Նորեն ասեմ, եթե դակավին ես քեդերը չեմ սկար, որ գուքա ինձ գդանի։ Եթե ալիքը չեմ սկար Սուրբ Հոգու, ինչ ես լեզուներ կխոսիմ։ Ասել է թե ուղեղս կաշխարի։ Ասել է սպաղեմ ես, գլուխս ուրիշ դեր է։ Բայց երբ ես գետրոնանամ եւ արթնամ եւ ասեմ հիմա ես լեզու կխոսիմ, ամեն մեկ հնչյուն որ գելե իմ փերանես իմ անցս կիշինե եւ հրաշք կլա։ Աստծո հետ ուղագի կխոսիմ հիմա եւ Աստված հոս է եւ թեմ արդեմ հետը կխոսիմ, կփոխվի բանման։ Բարական կփոխվի։ Դու այլևս ռուտինի բարդականությամբ չես խոսիլ լեզուները, կամ բարդականության չեր տար լեզուները։ Ալ լեզուները քեզի դեղը կդանի, անցիմը քեզի կհասցնի, անունը Հիսուս է։ Ամեն անգամ որ լեզուներ խոսիս կամ փերանը դուրս էլա, պետք է որ դու իմիդի ելաս, որ Աստված հիմա հրաշք կնի ադ վարյանին։ Աստված հրաշք չներ վաղը, Աստված չներ հրաշքը երեք, Աստված գնե հիմա։ Այս վարյանին քու մեջը հրաշք կնե եւ քեզի գամրացնե, քեզի գզորացնե։ Սուրբ Հոգին է որ կփարեխոսե քու մեջ հետ հիմա։ Քու ներքին անցը հիմա կգառուցվի, ինչ դու գխոսիս, երկինքը հիմա քեզի գրնակ կլա։ Ինչ դու լեզուներով գխոսիս։ Եվ այս ճշմարտության պատճառով լեզուներու բարգեւը չէ եղած խոսելու սիրուն, նպատակը լեզուները խոսիլը չէ, նպատակը։ Նպատակը քեզի անցին հասցնել է, որ քեզի դվավ լեզուները։ Լեզուները գխոսիս, հանգած աղբյուրի մը գտպչիս, ալիք մը գուկա քեզի գտպչի։ Եվ եթե դու նատ ալիքին հետևիս, քեզի ու պիտի հասցնե ad ալիք ուրդեն գոհսեր դաջարի տրանտիկեն կամ կահին դագեն գոհսեր աչուրը քեզի ում պիտի դանի աչուրը եթե դու աչուրին հետևիս անցին պիտի հասցնե քեզի ներգայացան պիտի հասցնե քեզի ես եկել այդպես էր սկիզբը արավ իրեն դարավ մինչև դեսավ կահեն գոհսի որ ճուրը հետո աչուրին հետ քնած եւ դեսավ հորտած քեդին հասավ Սաս երկու դեղերը մեկը պիտի ելա Աստծո պիտի հանդիպիս նախ անգետի քեզի ծառայության պիտի դանի ուր թարմ ճուրերը թարմացնելու պիտի հասցնե քեզի այն ադեն է որ ծառավը կսկսի հակենալ եղած լեզուներու բարգեւը որ հանդիպիս որ հետո ծառայես հանդիպիս որ հետո ծառայես Անոնա պետք է հավատքով մոտենաս պետք է հավատաս որ անգա ես պետք է հավատամ որ ես գաղութեմ հիմա ինքը գա եւ ես իր հետը խոսեմ Ես ինձ պետք է մեկալ արտնցնեմ, ասեմ, ո մեկն ու կացիր, հոսեգուր։ Դու դերոջ հետ խոսիս հիմա։ Եվ դերի հիմա մեջը հրաշքն է։ Հիմա հոս է դերը։ Եվ պիտի վարձադրե անոր որ իրեն կփնդրե։ Այն ադեն է որ լեզուներու բարգեւը գլա թուրը Աստծո ներկայության հասնելու։ Անհամար սիրելի եկեցի լեզուներու բարգեւը մի խոսի խոսելու սերուն։ Լեզուներու բարգեւը մի ծածկեր Լեզուներու բարգեւը խոսիր հավատքով Աստծո հանդիպելու ակնկալությամբ։ Ամեն։ Եկ ոտքի ելենք։ Քոթեալա շերտի, բարատ շերտի քարա, պրոտ սալադին վետ շերտի Старайне бед серди алатади брекея хай мекай чорта шерди шаратут серди парачарта карни мецели портот шерди ахай мецеки хай метели алатади брекея лезунера դերթուն դվիր մեզ եւ դու մեզի դվիր ամեն բարգեւները լավակույն բարգեւը այն բարգեւն է որ պետք է լինի վերջո Բայց եկեցի ծնունդով
իրեն դվիր այս նվերը, որ ինգլիզներով խոսի։ Եվ այսօր կտեսնենք դեր ինչա պատերազմ կա այս բարգևին թեմ, մարդիկ լուրջ պատերազմ կնեն, մարդիկ լուրջ կսեն, որ ասի թիվային է, ասի սատանայեն է, ասի կա, և կեզի կհայեն դեր, այն բարգև, որ թուն դվիր, իս հավատացյալներ, որոնք ունին, չեն արժևորեր իրենց ունեցածը, և ադորամար դագավին դգար կմնան, և զորավոր չեն ընդար, դեզ գաղութեմ, որ այս մեկը մեր եկեցի մեջ փոխվի, ամենու սրդի մեջ ամրակրվի և փորակրվի բոլորին սրդի մեջ, այս բարգևը խաղի չարնվի, այս բարգևը բադի վրա գախելու նպատակով չէ, այս բարգևը դվիր, որ մեզ լեցնես, այս բարգևը դվիր, որ մենք քեզ հետ խոսենք, այս բարգևը դվիր, որ մեզ ամրացնես, այս բարգևը դվիր, որ Սուրբ Հոգի դու մեր միջոցով բարեխոսում ունես, դու մեզ դվեցիր այս մեկը, որպեսզի մենք զորանանք թշնամին դիմաց և եկեղեցին իր թավանանքը զորությամբ է, հրաշքով և նշաններով, փաստե և վկայե աշխարհին, թե դու գաս, թե դու ողջ ես, քո առաջին եկեղեցիդ խոսում էր, որտեղ որ քո հանգչում էիր այնտեղ խոսում էին լեզուներով, բոլորը լեցվում էին քեզմով, մգրդվում էին քեզմով, նույն բանն ենք ուզում առաջին եկեղեցի Պենտեկոստեի սիրտն ու կրակը թափի եկեղեցին վրա այսօր այս ժամանակին, ոչ թե վաղը, ոչ թե երեկ, հապա այսօր, քո դաշերնի ալասուտանի բարայի մեջ սիալայի և վարի եկեղեցին, վարի Հայաստանը, վարի ամեն մարդ իսկական հավատքով, կենդանի հավատքով, ողջ, քեզի հետ հանդիպում ունենալով, քեզի հետ հանդիպելով, կենդանի ողջ Աստծու, մենք հավատում ենք դեր դու հոս ես, և ինչ որ մենք խոսում ենք դու մեզ լսում ես, և կատարում ես քո կամքդ մեր մեջ, Դոդայի պարչերդի ալայի, ամեն ավանդություն մեր վրային թող կոդրվի, ամեն պրոտոկոլ, ամեն ինչ որ մեզ գաբում է, մեզ գաշկանթում է, թող կոդրվի, թող դուն հոգի, Սուրբ Հոգի, ազատությունը դարնես մեր մեջ, և հոսինք, ինչպես հովը փչում է, այնպես մենք դարվինք, այնպես մեզ դանիս, ուրդեղ դու մեզ ուզում ես դանել, դա պրեչիը, հերիք է մարդուն, միտքը, թշնամի լա քեզ, թող միտքը թող խոնարի, մարդու մարմինը թող խոնարի, մարմնավորը թող խոնարի, թող հոգին դիրե, կապրոտ չերնի ալասուտ արդետ չերնի,